Ցանկանում եք մասնակցել ֆիլմերի, սերիալների, գովազդների, տեսահոլովակների, մոդելների եւ հաղորդավարների կաստինգներին։ Գրանցվեք Individuum Casting։ Չկա քեզ նման իմ հոգու երազած Երևան առանց քեզ սիրտը մեր կլիներ ամայի հագեստում ես կարոտ ու ծառավը հագիր դու այսօր նորորեր ես ապրում քեզ տեսնողն ուրիշ մարդ է դառնում քո գրքում հասկանում ենք կարևոր մի բան մենք սիրում ենք քեզ քաղաք number 1 Սիրտես այության Չի լինի ու չկա քեզ նման համարմեկն ես դու քաղաք number 1 Number 1 city in the world Սա ազատության պողոտան է, ժողովրդի լեզվով ասած մոնումենտը։ Այստեղ է բնակվում բնացականյանների կարիքավոր ընտանիքը։ Նրանք, ովքեր արդեն 15 տարի է օգնություն են ակնկալում Խոփանում գտնվող ընտանիքի հայր Սասուն Մնացականյանից։ Պատկերացում չունենալով, որ վերջինս ինքներով Խոփանի ջրերը չի էր մտածում ընտանիքին գումար ուղարկելու մասին։ Սաքուլ, արիստեղ հլը։ Հլը հո արա։ Հո արա։ Յա, այ տղա, ես էլի պամիդոր ես կերել, դու չես ամաչում։ Ես գնամ այդ ջերմոցներում տանջվեմ, քրքրվեմ, մեջքս ծռեմ, մի ящик պամիդոր վաստակեմ, որ դու մի օրում դնես հրանդես, նոր տարում ինչ ենք ուտելու։ Մամ, ախր մինչև նոր տարի այդ պամիդորը կնեխի։ Չի նեխի։ Հերդ ասելա, որ սառնարանա ուղարկելու։ Կդնենք մեջը, մինչև նոր տարի կպահենք։ Ահա, աչքի սառնարանն եկավ։ Մեզ ինչը։ Ոնց, դու ստեղ բան ես տեսնում, մի հատ էլ ինձ հարցնում ես էս ինչա։ Զանգի պապայիդ, թող պապատ հարցիդ պատասխանը տա։ Алло? Здравствуйте, Таня. А где Сасун? Хачик. А где Хачик? Хачик. Сейчас отнесу. Хачик, Женя звонит. Хачик, проснись. Проснись. Таня, после этой бурной ночи еще раз эту сильную. Хачик, возьми. Что? Բարուսես, ոնց է գեզր փորացավը տանեն։ Յա, այդ ինչ ես արել գիշերը, որ վրեդ հալ չկա։ Հայելի ինչ եմ արել։ Հայելի, ինչ ես արել։ Հայելի։ Հայելի։ Լսի ինչ եկավ գլխիս։ Ուրեմն, այս Իվանը մի հատ հայելի էր բերել։ Այս Տանյան ասեց այդ հայելին տեղադրի։ Արա տարա բաղնիքում տեղադրեցի, ասես լավ չի։ Տարա կուխնյայում տեղադրեցի, ասես լավ չի։ Արա տարա սպալնյայում տեղադրեցի, ասես լավ չի։ Արա ոշեմ սաղ գիշեր հասմիկ ես ինձի, ստե տեղադրի էդ հայելի, ստե տեղադրի, ոշեմ տանջեց ես Տանյան ինձ։ Լավ Սասուն, դու կարաս մեզ բացատրես, որ մենք քեզանից սառնարան ենք ուզում։ Դու ինչի ես մեզ ոչ մի բան ուղարկում, հա՞։ Կարաս բացատրես։ Ոնց։ Այդ ящики մեջ պոլնի պրես սառուց էր։ Ո՞ւմ է դա։ Ո՞ղա գողացել են։ Լսի,
Մարդ անուղեղ պետք է լինի, որ Ռուսաստանից Հայաստան սառույց ուղարկի։ Եթե քո շնորհակալությունը Հասմիկ, ուրեմն ես Խալադելնիկի տեղը սառույց ուղարկեմ, որ գիշերները չդռա, հանգիստ քնեք։ Դու բողոք ես, եթե քո շնորհակալությունն է Հասմիկ, ապրես դու։ Хачик, у меня хорошая идея. Давай в машине попробуем. Ты иди, я сейчас приду. Էդ ինչ էր ասում Տանյան։ Չլսար։ Հիմա էլ պետք է հայելի տանեմ մաշնի մեջ տեղադրեմ, արա։ Տոպոյ բլանդիկա է, արա, չեմ ճոգում, արա, հայելին, արա, ոնց կարելի է մաշնի մեջ տեղադրել, արա։ Տանջում են, արա, տանջելու համար մեկ են, արա, եսի ու մար։ Ոչինչ, դիմացի, Սասուն ջան, դիմացի։ Էլավ, Ասմիկ ջան, դե դուք տեսեք այդտեղ ինչ եք անում, մի բան արեք, յոլնա գնացեք միջև տենամ, ես ինչ եմ անում ստեղ։ Սասունս շատ մեղ կա, ախր ստրունքի պես աշխատում է։ Մամ, բա այն պամիդորի ինչ ենք անելու։ Ինչ պետք է անենք, հո չենք թողի նեղի։ Սա մեր մայրաքաղաքն է, որտեղ ամեն օր տեղի են ունենում արտակարգ դեպքեր, տհաճ երևույթներ եւ անսպասելի միջադեպեր։ Հենց այդ իրադարձությունների կենտրոնում են երազում առաջինը հայտնվել լրագրող Գառնիկ Կոմշյանը եւ օպերատոր Ռազմիկ Արշակյանը։ Ռազ դու հասկանում ես, որ այսօր ամբողջ օրը փչացեցինք, ու պատճառով, քո պատճառով։ Արա ոնց կարելի է գազանանոցում սկանդալային նյութ նկարել, Ռազ։ Լսի, ումա հետաքրքրում, որ կապիկը ծեծել է իր կնգան, կամ ումա հետաքրքրում ընդհանրապես, որ նապաստակը բռնաբարել է ծեր ագրավին։ Զարմանում եմ քո ուղեղի վրա, արա։ Լսի, ումա հետաքրքրում ընդհանրապես, որ կապիկը, գազանոցի մեծասը կապիկը թեքել է փայտիկին։ Արա ումա հետաքրքրում է, արա ինչ ապույս սկանդալային նյութ է, արա ինչ նյութ արա։ Գառնիկ, գոնե մեկը պետք է, չէ՞ կենդանիների պրոբլեմներից խոսամ։ Վերջո իրանքել են, չէ՞ մարդ։ Արա սկզբում եք մոտ է, որ հետ մոքես։ Երևանյան ռեստորաններից մեկի ավտոկայանատեղի աշխատողը հաճախորդի մեքենան կանգնեցնելու համար վերցրել է մեքենայի բանալիները եւ դիմել է փախուստի։ Գողացված ավտոմեքենայի սրահում եղել է $50,000 համարժեք դրամ, իսկ մեքենայի մոտավոր արժեքն է 150,000 եվրո։ Ոստիկանությանը հաջողվել է գտնել հանցագործին, սակայն մինչ նրան բերման ենթարկել է, նախանհրաժեշտ է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ Տեղեկացնում է Գագիկ Շամշյանը։ Ասնո պարկովշիկ։ Շամշյան, բռնվի, Ռազ արի հետևիցից գործա կպե արի։ Սարջան բարև ցավը տանում։ Հոպար ջան, հիմա նա ինչ ենք անում։ Ուրեմն կարող է հեսա միած ծիծակ համարներով ջիպ գա կանգնի։ Դու պարկովշիկն ես, չես տեղի։ Կանգնում ես ջիպի հետևը, իրան ասում ես արի, հենց ջիպը հասնում է քեզ, խփում ես ջիպի հետևին են գնում ես։ Այս ջիպի շոֆերը ժողում է, որ իբր քեզ գցել է տակը։ Գալիս է այտենց, որ օգնի բան, մենք սկանդալային նյութ ենք նկարում։ Ջոգիր հոպար ջան, ցավը տանում էտի արվի էլի արագի մեջ։ Բալա ջան, փողն մունար։ Գազ նկարի ինա ջիպ եկավ։ Հե գնում է ջիպը, պապին կանչում ասում արի, կպավ, իջավ ջիպի շոֆերը, բարև սիգնալով քֆուր տվող, բենզինի լույսը միշտ վար շիսոտ քշող, մեքենայի երաժշտությունը ինքնասիրությունից բարձր միացնող, պարկովշիկներին փող չտվող իմ հայ ժողովուրդ։ Ինչպես հասկացաք, այսօրվա ռեպորտաժը նվիրված է այն հաստավազերին, ովքեր իրենց 4 սենյականոց ջպերով հերիքչի քշելուց են բազմաթիվ խախտումներ անում, հələ մի հատ էլ ավտոն կայանում են սխալ արգելված վայրերում։ Քիչ առած ծիծակ համարներով այս հաստավիզ մեքենայի սապրագլուխ վարորդը իր ավտոն կայանեց ծեր պարկովշիկի
վրա։ Իր արարքի համար այս սապրագլուխը պետք է պատասխան տա, ինչպես սիրում էր երգեր Ալլա Պուգաչովան, միլիոն դրամ անգամ քիչ է այդ միամիտի համար։ Լավ, որ խոսքերը սոցիալական քարտի նման անիմաստ չթվան, եկեք ասենք դեպքի վայր տեսնենք թե ինչ է կատարվում այնտեղ։ Հատուկ ձեզ համար Գառնիկ Գոմշյան, համեցեք։ Բարև ձեզ երիտասարդ, դուք ինչպես հենց նոր վրաերթի ենթարկեցիք այս ծեր մարդուն։ Լավ չես արա, շառ ես անում, ես ոչ մեկին ավտոյի տակ չեմ գցել։ Ոնց, ու խոդես լնում այս սապրագլուխ, պատմիր ոնց վրաերթի ենթարկեցին այս ծեր մարդուն։ Արանգեր ջան, շառդ քաշի գնայելիս տուց։ Լավ, ես հենց հիմա կպարզեմ ծեր մարդուց։ Հայրիկ, խնդրում եմ, ինձ ասա ինչպես վրաերթի ենթարկեց այս երիտասարդը քեզ 2 րոպե առաջ։ Այդ ցավը 2 րոպե առաջ ոչ ոք ինձ վրաերթի չի ենթարկել։ Չեմ հասկանում, հայրիկ ջան, մենք ոնց էինք պայմանավորվել։ Ու խոդես լնում։ Այդ ցավը ես քեզ ասում եմ, չէ, փողին մունատ, փողին։ Գառնիկ, բայց դու ինչ անսիրտ ես։ Ոնց տպեցի այդ հորդ թայմ մարդուն։ Լավ արեցի տպեցի։ Հերիք ջը ռեպորտաժը փչացրեց, մեզնից փող վերցրեց, հələ Էրիկ ջի այդքան է, այն ջպի շոֆերից մեր մի տարվա աշխատավարձը պոկեց։ Լսում ես, բայց դրան չտպեի ու տպեի։ Այսօր ոստիկանության Արաբկիրի բաժին դիմել է մի տարեց քաղաքացի, ով պնդում է, որ նրան դաժան ծեծի է ենթարկել ոմն լրագրող։ Հանցագործի ինքնությունը դեռ պարզված չէ։ Գործի առիթով տարվում է հետաքննություն։ Տեղեկացնում է Գագիկ Շամշյանը։ Раз լսի ուշադի։ 5, 4, 3, 2, 1, խնդրեմ։ Եկեք բնեք, եկեք։ Սա Պուշկինի փողոցն է, Երևանի ամենախուճուճ փողոցներից մեկը։ Այստեղ է բնակվում Խապլանյանների սուտասան ընտանիքը, նրանք, ովքեր ամեն կերպ թաքցնելով իրենց աղքատությունը, փորձում են իրենց մինուճար տղային ամուսնացնել շատ հարուստ աղջկա հետ։ Արի, նստի, այդ կարևոր խոսալու բան է, նստի։ Պապ, ես դու չեր ծխում, հենց ինչ ա եղել։ Սուրիկ, երազ եմ տեսել Յանի Վիկայի հերը ես ամեն ինչը բռնեցել էլ իմացել է, որ եսի սուտա։ Նա ցենց հաստագլուխ, երկար մազերով, ղզիկոտ ախրաննիկ ուներ, քսի երտև է վրես։ Հետ էլ ինչ օրենձի գցեց, մենակ տենաս։ Ու դրանից հետո էլ չեմ կարում չծխեմ։ Պապը դա ախրաննիկը իրականում էլ կա։ Ոնց։ Այսինքն իրականում կա։ Աստորեն իրականանում է երազս։ Սուրիկ, մենք պետք է կտրուկ քայլերի դիմենք, տղես։ Դու, մանավանդ դու։ Բայց ինձանից ինչ է կախված։ Այ հենց քեզանից է կախված են ինչը, որ մեզ պետք է օգտակար լինի։ Այ տղա, դե այսինքն պետք է Բերլինի պատը քանդես, էլի։ Այսինքն։ Այ գետերը պետք է միանա Ֆերգեին, որ ծնվի նոր պետություն, այ տղա։ Չեմ հասկանում ինչ ես ասում, պապ։ Սուրիկ, քյասար պետք է Տրոյայի դարպասները բացվեն ու ձին մտնի ներս, հասկացար։ Ինչ ձին։ Սուրիկ, դու լրիվ տուպո ես օրա։ Կան չեմ ասում, որ հասկանաս։ Հրա քյասարն ես պետք է անես, որ մի ամիս հետո Վիկան իրան վատս գա։ Սիրտը խառնի, թաթուզի, բան, հասկացար։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, պապ։ Եթե Վիկան մինչև ամուսնանալը հղիանա, Վիկայի հերը Վիկային վզքաշ կանի։ Սուրիկ, հիմա արի ես քեզ ասեմ ինչ պետք է անես։ Սիրակ ջան, սեղանը սիրում պատրաստել եմ, ամեն ինչը տեղին, Սուրիկի սենյակը սիրուն սարքել եմ վարդի թերթիկներով, Վիկայի համար յուգասլավսկի մի հատ կոմբինացիա դրե պորիկներով, ստիրինգը իրա, որս մենակ խնդրում եմ մի քիչ զգուշ կլինես, հա։ Բերանոտ խերով բաց, աղջիկ ջան,
ոնց թե զգուշ կլնես։ Հակառակ էսի հենց այն դեպքն է, որ вообще պետք է զգուշ չլնես։ Ջան, բալես, ուրեմն ամենակարևորը հենց սկզբից գալիս եք, նստում եք այս շամպանսկին, մինչև վերջ խմում եք։ Դրանից հետո իրան առաջարկում ես իմ ու մորը հարսանիքի կասետը նայեք, էլի։ Ու իրան տալիս ես այս կասետը, որի վրա գրված է «Կրասնայա շապոչկա»։ Ինքը նայ այդ կասետը, մանր ընթացքում սկսում է հասկանալ, որ այդ իմ ու մորդ հարսանիքի կասետը չի, մնացածն էլ արդեն դե ինքը իրան կստացվի, էլի։ Բա որ չստացվի։ Կստացվի։ Այս փորձված կասետա։ Դու այս կասետին պետք է շնորհակալ լինես, որ դու կաս։ Ճիշտ ասում, պապան Վալես։ Իմ նման ամուր կինը, որ հանձնվեց, Վիկանով աղոր չանձնվի։ Վիկ, մի հատ լավ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Կարող է ուզում ես, որ մենք երկուսով գնանք քո սենյակ։ Չէ, իմ սենյակ չէ, ինչի։ Լավ, հասկացա։ Դու ուզում ես, որ ես քեզ մասաժ անեմ։ Մասաժ։ Չէ, ինչ մասաժ։ Լավ, երևի ուզում ես, որ մենք հանվելու վրա կարդ խաղանք։ Չէ, Վիկ, լսի, առաջարկում եմ, ես ու դու նայենք մամայիս ու պապայիս հարսանիքի կասետը։ Ռոմանտիկ միջավայրը, մոմեր են վառված, մենք խմած ենք։ Ու դու ինձ առաջարկում ես, որ մենք նայենք մամայիդ ու պապայիդ հարսանիքի կասետը։ Սոր հո դու երեխա չես։ Իրականում ես կասետի վրա մամայիս ու պապայիս հարսանիքը չի։ Բա ինչ է։ Աղաչում եմ ասում։ Լավ, ասա, երկուսով ենք։ Կարմիր գլխարկն է։ Ինչ կարմիր գլխարկ, Սուր։ Հələ պապատ էլ ասում է շուտ փսակվեք։ Ես ոնց քո այդ շուտ փսակվեմ, եթե դու մինչև հիմա հեքիաթների ես հավատում։ Լավ, ոբշում ես գնացի կլուբ ընկերուհիներիս հետ տժալու։ Իսկ դու պամպերսդ հագի ու նստի հեքիաթներ նայի։ Փորձված կասետը։ Դասը вообще դու ինչ ես հասկանում, այդ պիցա։ Ո՞վ է պիցան, այն մանակա։ Ապես։ Արա, այ խաս։ Այդ աղջիկը մեռավ իր սրտի իշմարը տալով։ Ոբշեմ դու բլոտ խաղալ չգիտես։ Դու լրիվ դուրակ ես։ Դու ինչ դուրակ, դու լրիվ էսկաբիլ ես։ Մամ։ Թեր գնա այդ Վիկայի հետևից, թե չէ այդ որ գնաց տես մտավ կլուբ, ընդե իշքան բլոտ խաղացող կա, կհավաքվեն ու այդ աղջկան կսարքեն բիսետկա։ Ինչ ասում, ինչ բիսետկա է, էլի տարշակ կսարքեն, արագացրա։ Ինչի պատալից էլ երկու հատ պոպոտ կեր, որը տես դամուլ չմեծանաս։ Սարան կամաս։ Սա այդ գետրորն է, մեր քաղաքի ամենաամառանոցային թաղամասերից մեկը։ Այս առանձնատներից մեկում իր էլիտար ընտանիքի հետ ապրում է պատգամավոր Շահել Վիպոյանը։ Նա պատրաստվում է իր տեխնացիությունը առաջադրել գալիք 2018 թվականի նախագահական ընտրություններում։ Այս աղջիկն ինչ եղավ արա։ Նստի Նինա։ Այսօր ես այ աղջիկ ջան, քեզ ժամը քեզ եմ սպասում։
Պարոն պան, կներեք, հենց անգել եք մի անգամից դուրս եմ եկել։ Ուղղակի ճանապարհին այնքան արագ էի քշում, որ գային կանգնացրեց վրաս էլ ակտագրել։ Ո՞ց, վարետ ակտագրել։ Հələ հավիտենա որտե ակրել ախպեր ջան։ Հələ դա շուտ արա։ Պարոն Վիպոյան, ինձ վրա չի գրել, թղթի վրա է գրել։ Իսկ ակտը թողել եմ մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ ախպեր ջան։ Ես ալ եմ շատ սիրում, երբ որ ակտը տեղի է ունենում մեքենայի մեջ։ Ինչ ախպեր ջան։ Պարոն Վիպոյան, ես կատեգորիկ չեմ ակտավորվում։ Դուք ավելի լավ ասեք ինձ ինչի համար եք կանչել։ Հալա մի վրթովի նստիլը։ Չակամով է։ Ես բոգլետով ասանք է։ Պարոն Պապիկյանը։ Ալո։ Սերոշ, նա ինչ ես անում ախպեր ջան։ Հենց հիմա այդ Պապիկյանին իր կոմպի մոտից քերում ես, բերում տնկում ես իմ կաբինետում։ Հասկացար ախպեր ջան։ Դավայ, շուտ արա։ Սերոշ, բա Պապիկյանը ուր արա։ Վայ քորա, իրապես շեֆ։ Եսի լարիվ եզան։ Շեֆ կներես ճապին մեջը ծնգել էր։ Անցի առաջ։ Պապիկյան, չնայած հորս տային մարդ ես, բայց ծեծը տարիք չի հարցնում։ Ես ինչ բուկլետ ախպեր ջան։ Էսա չի է իմ բուկլետի վրի նկարա, հլը մի քիչ կոկայն է, մի քիչ կոկայն ասվեմ։ Դուս քո դեմքին նայում, կարաս ինձ բացատրես ախպեր ջան։ Դրագոյ մոյ, պարոն Վիպոյան, սա ինչ չեք նայում։ Սա, ինչպես կասել Մարքսը, նայում եք դեպի պայծառ ապագա։ Լավ, կացանք այդ մեկը հասկացանք։ Բան չի ապրեն գրած երկիր նայիրյան։ Դու խաբար չես, որ ես եմ իմ թեկնածությունը տնեմ, ոչ թե երկիր նայիրյան։ Դա ձեր կարգախոսն է, պարոն Վիպոյան։ Լասիկ ես ինչ եմ ասում Պապիկյան։ Դու ինչ չստիպես, որ ես քո հետ վարվեմ ընեց, ոնց որ երազում եմ ամեն օր վարվեմ Նինայի հետ։ Արա դու մոռացել ես, որ դու մեր կուսակցության գլուխն ես։ Այսօրվանի ես դու մեր կուսակցության գլուխը չես, հաստատ գլուխն ես։ Ուրեմն լասիկ ես ինչ եմ ասում, έτσι մա գլուխը դնում ես թևի տակ ու ռադդ քաշում ես նեից։ Դավա շուտ արա։ Սրանն նայելը։ Տապեմ շեֆ։ Չէ, այսօր պետք չի տպես։ Ու ասես Սերոժ արա ապորտ։ Պարոն Վիպոյան, իրականում հիմա քարոզարշավ չի թույլատրվում անել, եւ ձեզ բուկլետներ բացարձակ պետք չեն։ Հիմա ձեզ թաքնված գովազդ է պետք։ Թաքնված գովազդը ո՞րն ախպեր ջան, որ ես պլակատները տպենք տանակ պատվալով պահենք։ Ագասած է։ Ոչ, պարոն Վիպոյան, թաքնված գովազդը այն է, երբ ձեր նկարը փակցնում են այնպիսի ապրանքների վրա, որ մարդիկ կամա թե ակամա տեսնում են այն։ Հետի բայց շատ ասան գիտես նիրան։ Ուրեմն նա ինչ ես անում Սերոժ, ես նկարս վեկանում ես տանում խփում ես են ապրանքի վրա, որը ամենաշատն է ծախում, հասկացա։ Դիմավորեք, ԱՄԿ կուսակցության նախագահ Շահեն Վիպոյան։ Բարև մուկիկ։ Էսը չի ես տախոր։ Կարող է Սպիլբերգը կլիպըտ լավ չի նկարել։ Ափսոս են Այվազովսկի սաղ չի, թե չէ փող կտայ կլիպըտ էդի կնկարել հա։ Լերո։ Չէ Շահեն ջան, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի այսօր ակումբում երգում էի, Արտուրիկը իր լկտի ընկերների հետ եկել էր, սաղ փողերը շախտվեց ու գոռում էր. «Էնու մամանա երգում, ապրի մաման, էնու մամանա»։ Ձեր առնում ինձ խայտարականում։ Չհասկացա արա, դոլը դրանն այ արա, էդի շլակտի լակուտուս է, արա, մամային էլ պրիզնա չի գալի։ Ուտակեմ ես կորգամոսին արա։ Բարև պապ, բարև մամ, լավ ես մամ ջան։ Տենում ես Շահեն, էլի ձեռը առնում ինձ։ Բա կանաց մի ամսյա կա, ես գցեցի բռնեցի, ասացի մամմայիս ինչ առնեմ, բան չգտասի ձեռ առնեմ։ Իդեպ քեզ եմ շնորհավորում պարոն Վիպոյան։
Արտուրիկ, կարող եք գիտես ես կանայք եմ կամ աղջիկներ, ինձ խեր շնորհավոր եմ արա։ Ոչ, ուղղակի ես շնորհավորում եմ քեզ, որովհետև դու վերջապես քո արժանի տեղը գտար այս կյանքում։ Ես ինչ արա։ Արա ես որտեղից արա, ես չեմ ջոգում արա։ Ալո, Սերոժ, ուր ես ախպեր ջան։ Քյասարացի չի հետաքրքրում 10 րոպեից ստելն ես։ Հարես հեռախոսը սուրա չեմ ջոգում։ Ասա շեֆ։ Լասիկ ես իջամ ասում Սերոժ։ Ուրեմն կտտեմ ես էսի ով ասարք է։ Ու հենց հիմա գլխից գյուլում ես։ Հասկացար։ Հաստատ շեֆ։ 100%, դավայ։ Հասկացա Սերոժ։ Հալա մի րոպե Սերոժ, էսի դու ես սարք է։ Հա շեֆ։ Դու չասացիր քո նկարանից ապրանքի վրա խփենք, որ ամենաշատն է ծախվում։ Ամենաշատը զուգարանը տողն է ծախվում։ Արա ես ինչ բեսամ տուտող ազգ է կարա։ Համի ուզում ես ասես այս ազգի ինձ ամեն անգամ տենում է զուգարան գնալուց արա։ Ախր Շահեն ջան, խե ես նեղվում։ Քեզ թվում այդ թերթերը, որ քո մասին տպում են, վերջում ուր է գնում։ Արա։ Էտել լավ բան ասում գիտես, ալի լոուն։ Ուրեմն նայի չես անում Սերոժ։ Էթում ես սաղ ջրերի մեջ, տրուբեկի մեջ լուծողական ես սվասկում, որ ազգը սկսի սրանից ավելի շատ առնել ու իմ դեմքը իրանց տներում ավելի շատ հայտնվի։ Հասկացար ախպեր ջան։ Այո շեֆ։ Հաջող լինո։ Դե փոքր մեռնեմ ջանի։ Վայ ես քո հարց լուծող ջանին մեռնեմ, Շահեն ջան։ Ալա ստոպ։ Էդի քո ֆրազեն չի լիլու։ Էդի զոկիկի ֆրազեն է, դու քո համար թազա բան մտածի։ Ապրես խենթուկ։ Չարժի, մորոնդը։ Number 1 city in the world.